Այսօր ծննդյան տարեդարձն է նշում սպիտակ խալաթով Հայաստանի միակ ազգային հերոսը։ Ասում են, կան մարդիկ, որոնց ձեռքերում Աստված սերմեր է դնում, որպիսի նրանք կյանքեր տնկեն այնտեղ, որտեղ հույսը սպառվել է։ Բժիշկ Հրայր Հովակիմյանի պարագայում այդ սերմերը վերածվեցին հազարավոր բաբախող սրտերի, որոնք այսօր ապրում, սիրում և շնչում են մեր կողքին։ Նրա ծննդյան օրը պարզապես մեկ մարդու տարեդարձ չէ։ Դա տոնն է այն բոլոր կյանքերի, որոնք նորից սկսվեցին նրա հրաշագործ ձեռքերի շնորհիվ։ Հրայր Հովակիմյանի ուղին սկսվեց հայրենիքից հեռու, Սիրիայում, ապա շարունակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների փայլուն կլինիկաներում։ Նա ուներ ամեն ինչ՝ փառք, բարեկեցություն, համաշխարհային ճանաչում։ Սակայն 90-ականների սկզբին, երբ զավակներին մարտադաշտ ուղարկող Հայաստանը մթության ու ցրտի մեջ էր մաքարում էր, իսկ մանկական մահացության թվերը սահմռկեցնող էին, նրա ներսում արթնացավ արմատների կանչը։ Նա թողեց ամերիկյան հարմարավետությունը և եկավ մի երկիր, որտեղ վիրահատարաններում լույսը կարող էր հանկարծակի անջատվել, իսկ գործիքները չհերիքել։ Նա չեկավ հյուրի կարգավիճակով, նա եկավ տիրոջ իրավունքով ու պատասխանատվությամբ։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը նրա ջանքերով դարձավ մի սուրբ տաճար, որտեղ մահվան դատավճռով եկած երեխաները ստանում էին կյանքի երկրորդ հնարավորություն։ Հրայր Հովակիմյանը դարձավ առաջին բժիշկը, որին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը։ Բայց նրա իրական շքանշանները ոչ թե կրծքին են, այլ այն փոքրիկների կրծքավանդակների վրայի բարակ սպիները, որոնք դարձել են կյանքի հաղթանակի կնիքը։ Նրա նվիրումն անսահման էր, տասնյակ ժամեր տևող վիրահատություններ, անքուն գիշերներ և մի բացառիկ համեստություն, որը բացառապես մեծերին է վայել։ Նա երբեք չփնտրեց տեսախցիկներ ու գովեստի խոսքեր։ Նրա համար ամենամեծ վարձատրությունը միջանցքում սպասող մոր արցունքոտ աչքերի մեջ տեսած շնորհակալությունն էր, երբ վիրահատարանից դուրս գալով ցածր ձայնով ասում էր. «Ամեն ինչ լավ է, նա կապրի»։ Հովակիմյանն այն բացառիկ հայերից է, որն ապացուցեց, որ հայրենասիրությունը ոչ թե բարձրագոչ ճառերն են, այլ կոնկրետ գործը։ Նա կերտեց սրտային վիրաբուժների մի ողջ սերունդ, Հայաստանում ստեղծելով մի դպրոց, որը մրցունակ է աշխարհի լավագույն կլինիկաների հետ։ Նա կառչած մնաց իր արմատներին այնպես, ինչպես ծառն է կառչում հողին, իր ողջ ուժն ու ավյունը տալով այդ հողի զավակներին։ Այսօր նրա տարեդարձի առիթով Հայաստանի տարբեր անկյուններում հազարավոր մարդիկ, արդեն հասուն երիտասարդներ, ծնողներ, բժիշկներ, մտքում մի նախադասություն են ասում. «Շնորհակալ եմ, որ դուք կաք»։ Հրայր Հովակիմյանը մեզ սովորեցրեց, որ հայկական սիրտը կարող է դիմանալ ամեն ինչի, եթե կա մեկը, որը գիտի դրա արժեքը և պատրաստ է պայքարել դրա յուրաքանչյուր զարկի համար։ Տարեդարձդ շնորհավոր, մեծ հայ ու մեծ մարդ։ Թող ձեր ձեռքերը միշտ ամուր լինեն, իսկ ձեր սիրտը այնքան հանգիստ, որքան այն հազարավոր սրտերը, որոնց դուք խաղաղություն և ապագա պարգևեցիք։ Դուք ապրում եք յուրաքանչյուրիս ներսում, հենց այնտեղ, որտեղ պապախում է մեր կյանքը։